Փոխանակության համար հերթագրում Արմենուհի Գյուրեղյան Տիկին Անդրեասյան, անկեղծ ասած հարց ունեի, ելույթի ձևով եմ դա տալիս, հնարավորություն չկար հարցի։ Տեսեք, ամբողջ Հայաստանում այսօր գովազդային հոլովակ կա, գովազդային վահանակներ։ 107,000 երեխա սովորում են նորակառույց դպրոցում։ Հիմա ես ուզում եմ, որ դուք ճշտեք, դա արդեն որպես փաստ արձանագրված, թե խոստում նախընտրական, որովհետև նորակառույց դպրոցները, այն 102 դպրոցը, որոնք հիմնանորոգվել են, վերանորոգվել են, նորակառուցվել են, այդ ցանկը ես ձեզնից ստացել եմ, եւ այդ ցանկի յուրաքանչյուր դպրոցից հատ-հատ ճշտելով, իրենց աշակերտների քանակը, այդ քանակը 31677 է։ Բնական է, կարող է պլյուս-մինուս լինել ինչ-որ միտեղ, բայց ուզում եմ հասկանալ, եթե նորակառույցները այդ 102-ն են, ապա որտեղից է 107 թիվը, եթե այդ նորակառույց նոր հիմնանորոգվածները այդ 102-ը չեն, էլ որոնք են, և եթե դա նախընտրական խոստում է ուղղակի, պարզապես ուզում եմ հասկանալ, կխնդրեի, որ դուք այդ մասին, եթե հնարավոր է, եզրափակիչ ելույթում ասեք։ Եզրափակիչ ելույթ Տիկին Ղազարյան չունեք, Տիկին Անդրեասյան համեցեք։ Շնորհակալություն ելույթը օգտագործեմ հնչած հարցերին արձագանքելու համար։ Տիկին Ղազարյան, քանի որ առաջիկա օրերին մեկնարկելու է նաև պաշտոնական քարոզարշավը, ես պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, զգուշացնեմ, չհորդորեմ, այլ ուղղակի հենց այս բառերով եմ ուզում ասել, զգուշացնեմ մեր բոլոր ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին։ Օրենսդրության որևէ խախտման պարագայում լինելու է, գործելու է օրենքը ամբողջ խստությամբ։ Մեր կառավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը կրթության համակարգի քաղաքականությունից զերծ պահելն է։ Կրթության մարդիկ պիտի զբաղվեն կրթությամբ։ Սա չի նշանակում, որ որևէ մեկը չպիտի ունենա իր դիրքորոշումը, որպես քաղաքացի չպիտի կարողանա դա արտահայտել, բայց կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ չի թույլատրվելու եւ յուրաքանչյուր դեպքի հետևից նման ահազանգի պարագայում օրենքը ամբողջ խստությամբ գործելու է։ Դրա բոլոր օրենսդրական կարգավորումները դրված են։ Մենք նախորդող տարիներին փոխել ենք կրթության ոլորտի բոլոր օրենքները եւ շատ հստակ մեխանիզմներ ենք նախատեսել նման գործունեության պարագայում ինչ պետք է արվի եւ ինչպես։ Եվ կարող է լինել աշխատանքից ազատում ընդհուպ, չեմ խոսում նաև մանկավարժական գործունեության իրավունքից զրկելու մասին։ Եվ ուզում եմ հավաստիացնել, որ մենք ըստ անհրաժեշտության այդ բոլոր քայլերը ձեռնարկելու ենք ահազանգերի դեպքում։ Ինչ վերաբերում է հնչեցված թվերին, նախ պետք է ձեզ հիշեցնեմ Տիկին Գյուրեղյան, որ դուք թվերը, որ հնչեցնում եք 102-ի մասով, դրանք 2025 թվականի տարեվերջի դրությամբ ավարտված դպրոցներն էին, բայց ժամանակը կանգնած չի, ամեն օրվա հետ մենք ունենում ենք նոր դպրոցներ, որտեղ աշխատանքները ավարտվում են եւ քանի որ ժամանակն էլ այնպիսին է, որ դպրոցը կառուցումը ժամանակ է տևում, ներողություն ավարտում եմ եւ պարզ է, եթե 2 տարի առաջ սկսել էինք, ապա հիմա ավարտվում է, այս պահին ունենք արդեն ավելի քան 130 դպրոցներ, շուրջ 140-ի մոտ, որ գործում են, առաջիկա ամիսներին մի քանի տասնյակներով էլ կավելանա մինչև սեպտեմբեր եւ սա այն կառավարության ծրագրի մասին է եւ այդ երեխաները ըստ էության այդ պայմաններում սովորում են։ Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց, հարգելի գործընկերներ, այժմ ընդմիջում 30 րոպե, որից հետո մեկ շատ կարճ նախագիծ երկրորդ ընթերցմամբ կքննարկենք եւ անմիջապես կքվեարկենք։